Հարցը հենց դրա մասին էր, որ ունենալով այս հսկայական ժառանգությունն ու փորձառությունը եւ այս ահռելի դրոշմը, այդքան հզոր ներուժով, ժառանգությամբ ու իմաստնությամբ հանդերձ, եկեղեցին ուղղակի չի կարողանում մի շատ պարզ հարց լուծել. վերականգնել հայ եկեղեցու պատմության առարկայի դասավանդումը դպրոցներում, ուր մնաց ներողություն շատ ավելի, չեմ ուզում սա թերագնահատել, բայց շատ ավելի հայեցակարգային հարցերում իր խոսքը ասել եւ ուղենիշը դնել։ Չի կարողանում, դա ուժ չունի։ Եկեղեցին միայն հոգևորականությունը չի, եկեղեցին նաև իր հավատացյալներն են։ Այսօր մեր հավատքի կյանքում կա շիզոֆրենիա, երկպառակտվածություն։ Մարդը գալիս է եկեղեցի հոգևոր շարժությունների մասնակցելու, բայց այն խոսքը ճշմարտության, որ հնչում է եկեղեցու միջոցով, եկեղեցականների շուրթերից ուղված պետությանը, պետականությանը, դա չի ընդունում։ Հասկանում եք։ Շիզոֆրենիա կա։ Բա ո՞նց է բուժվելու։ Չգիտեմ։